միայն այստեղ կանգնածները, այլ նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հասկանում են, թե դա ինչ խաբեական օրենք է, թե դա ինչ սուտ օրենք է։ Երբ էլ լինի, մենք ազատվելու ենք այս օրենքից և ստեղծելու ենք մեր երազած համակարգը։ Կեցցե Հայաստանը։ Հիմա հողերանրաժեշտ և յուրաքանչյուրը պիտի իր ներդրումը ունենա Հայաստանի տնտեսության մեջ։ Սա բացահայտ նալոգ և ռեկետ ու կորզերու բացահայտ խոստովանություն է ամենաբարձր մակարդակով։ Իշխանությունը չի գիտակցել, որ ծանրագույն վիճակում է գտնվում Հայաստանը և քայլեր չի անում, այդ հարթակը մեզ է մնում և մենք պարտավոր ենք միասնական ուժերով պետության մեջ իրական վիճակ փոխել։ Գալիս է այս իշխանություններից հաշիվ պահանջելու ժամը։ Մեր շարժումը դաշարժում է դեպի ազատ, արդար, ազնիվ Հայաստան։ Արդյոք այն օրենքը, որ ներկայացվել է իբր թե մեր ներկա և ապագա սերունդների բարեկեցության օրենք, համապատասխանում է հայ ժողովրդի կամքին, թե ոչ։ Պետական համակարգում հարցերը լուծելու համար պիտի պետութենական կառույցները ներգրավված լինեն, կամ դու պիտի քաղաքացիականից կարողանաս անցում կատարել դեպի պետութենականը։ Առանկության մասով ես կարող եմ հստակ նշել, որ եւ Ռաֆի Հովհաննիսյանը եւ կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ մշտապես ասել են, որ մեր պայքարը դա միասնական պայքարն է։ Պայքարը որն է, նայ մենք ինչ է կատարվում։ Ժողովուրդը այս թանկության համար, այս ապրելու տեսակետի համար, ինչի համար պետք է ժողովուրդը։ Այն ինչ որ ժամանակ առ ժամանակ սրվում է, դա չի նշանակում, որ այլ խնդիրները անցնում են այսպես մոռացության են մատնվում։